Երբ անցյալի անձնական հարաբերությունները մխրճվում են ներկայիս իրավիճակի մեջ եւ ինչ-որ պահի կարող են պայթել բերելով անդառնալի հետևանքների։ Էրեբունի թանգարանի դիմաց նախկին ամուսինների սովորական հանդիպումը վերածվեց սարսափելի միջադեպի։ Իրաքի Հանրապետության քաղաքացուն շրջապատեցին օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր անմիջապես բռնություն սկսեցին գործադրել։ Ծեծկրտուկն արագ վերածվեց հափշտակության, բռնության պահին քաղաքացուց հափշտակեցին դրամապավնակը, գումարը, բջջային հեռախոսը։ Փաստերը ցույց են տալիս, որ միջադեպը կապված է եղել ոչ միայն ամուսնական, այլ նաև արտաամուսնական հարաբերությունների բարդ շղթայի հետ։ Հոկտեմբերի 17-ին ոստիկանության կառավարման կենտրոն էր ստացվել ահազանգ։ Երևանում Էրեբունի թանգարանի դիմաց տեղի էր ունեցել ծեծկրտուկ, որը վերածվել էր հափշտակության։ Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ խմբերը։ Նախնական տվյալներով պարզվել էր, որ միջադեպը կապված է եղել ընտանեկան անցյալի եւ անձնական հարաբերությունների բարդ շղթայի հետ։ Քննությամբ պարզ դարձավ, որ Իրաքի Հանրապետության քաղաքացին, ով գտնվում էր Հայաստանում, այդ օրը պետք է հանդիպեր իր նախկին կնոջը, որը նույնպես օտարերկրյա քաղաքացի է։ Հանդիպումը, որը ըստ նախատեսման պետք է լիներ խաղաղ զրույց, վերածվել էր բուռն կոնֆլիկտի։ Կնոջը հանդիպման ուղեկցել էին մի քանի օտարերկրյա տղամարդիկ։ Հենց նրանց մասնակցությամբ էլ բռնկվել էր վիճաբանություն, որը արագ վերածվել էր ֆիզիկական հաշվեհարդարի։ Թվականի հոկտեմբերի 17-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի դիմաց տեղի ունեցել ավազակային հարձակում։ Նշված ահազանգի կապակցությամբ քրեական ոստիկանության աշխատակիցները պարզել էին, որ Իրաքի Հանրապետության քաղաքացին հանդիպել է իր նախկին կնոջ հետ, ով նույնպես օտարերկրյա քաղաքացի է։ Պատճառը եղել է երեխաների հետ կապված հարցերը, որի ընթացքում նախկին կինը կանչել է իր ծանոթներին 3 հոգի, ովքեր նույնպես հանդիսանում են օտարերկրյա քաղաքացիներ, եւ նշված զրույցի ժամանակ տվյալ քաղաքացիները Իրաքի քաղաքացուն բռնելով նրա ձեռքերը հարվածներ էին հասցրել եւ նրա մոտից հափշտակել էին գումար, դրամապանակ եւ բջջային հեռախոս։ Պարզվել է նաեւ, որ նախկին կինը հաջողել է միաժամանակ հարաբերությունների մեջ լինել մի քանի տղամարդկանց հետ, որոնցից ոմանք էլ հենց ներգրաված են եղել հանցավոր միջադեպին։ Դեպքից օրեր անց ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքում պարզել էին նշված անձանց տվյալները եւ վերջիններից ձերբակալել եւ ներկայացել են Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ տեղափոխվել է վարույթ իրականացնող մարմին։ Սիրո պատմությունները երբեմն ավարտվում են ոչ թե հաշտությամբ, այլ հանցանքով։ Այս դեպքը եւս մեկ անգամ ապացուցում է, անձնական հարաբերությունների թեժացումը կարող է հասնել ընդհուպ մինչև բռնության, ոչ միայն տղամարդկանց, այլ նաեւ կանանց ձեռնարկմամբ։